Խոսքը որ այսօր պիտի կիսեմ ձեզ հետ, այսպես են վերնագրել հուսախաբություն։ Մի համար պիտի կարդամ առակաց 13-րդ գլխից 12-րդ խոսքը, այսպես ասում. ուշացած հույսը սիրտը կհիվանդացնե, բայց կատարված փափագը կենաց ծառ է։ Այսինքն խոսում է մարդու հետ կապված, թե ինչ կկատարվի, երբ որ որևէ հարցում նա հույս է դրել եւ երբ որ կկատարվի կամ չի կատարվի։ Կատարվելը շատ բարի է, երբ որ մարդը հուսում է, չէ, սպասում ունի, ակնկալիք ունի, հույսով սպասել է եւ իրականանում է այդ հույսը։ Ասում եմ, կենաց ծառ է, կյանքը։ Իսկ երբ որ սպասում ունի, ակնկալիք ունի, հույսով սպասում է ու հանկարծ ու չի իրականանում, շատ վատ է տանում մարդը, չէ, շատ ծանր է մարդու համար։ Եվ ասում է, ինչ է անում, հիվանդություն է ասում է, մարդու սրտի համար հիվանդություն է, մարդու սիրտը հիվանդանում է, այո։ Ինչու է բնականաբար այս խոսքերը գրված, այո, որ մենք սրա համար եւ այդ ապրումը ունենում ենք շատ հաճախ ապրելով, ասենք հույսի հետ կապված այդպիսի դեպքերին հանդիպելով, հուսախաբ լինելով եւ նաեւ սրա համար, որպեսզի ոնց որ ասած մարդը որքան կարող է այդ հուսախաբությունից հեռու մնա, որտեվ ասում է դա մեծ վնաս է։ Իհարկե այստեղ խոսեց օրինակ սիրտի հիվանդանալու մասին, բայց հուսախաբությունը շատ բան կարա բերի, ոչ միայն տրտմություն կարա բերի, այլ նաեւ կարա, ասենք, մարդուն մեղանչել տա, մարդը խռովի, կռվի, բարկանա, մարդը սկսի վարվել չարությամբ, չէ, որովհետև իրեն հուսախաբ են արել։ Շատ այլ մարդը նվիրվում է ինչ-որ մեկին, ինչ-որ գործին, ինչ-որ հարցում եւ մեկ էլ այնց վերաբերմունքի արժանն է, որ սկսում է իրոք իր համար շատ ծանր ալնում, հուսախաբում է։ Այսինքն ինքը սպասում ուներ, իր նվիրումը, իր, ասենք, սերը, գործը, նվիրված վիճակը ոչ միայն ուղղակի իր կողմից գործողություն էր, այլ դրա տակ թաքնված հույս կար, սպասում կար, որը պիտի գնահատի, պիտի արժեքավորվի եւ պիտի ըստ իր արածին էլ բարի լավ վերաբերմունքի ինքը արժանանա, բայց ելումա չի լինում այդպես։ Իհարկե հուսախաբությունը մենք գիտենք, այնպես չի որ միշտ դիմացինի, ասենք, անհավատարմությունից է գալիս, որ դիմացինը անհավատարիմ մարդ է, անշնորհակալ մարդ է, չհասկացող, չգնահատող, չէ, միշտ չի որ այդպես է։ Շատ հաճախ դա գալիս է նրանից, որտեղ ում վրա որ մենք հույս ենք դրել, կամ ինչ հարցում որ հույս ենք դրել, ուղղակի կարողություն չկա այդ ոնց որ ասած այդ հույսը տարթարացնել, դիմացինը չի կարող այդ հույսը տարթարացնել։ Եվ այսօր աշխարհում շատ հուսախաբ մարդիկ կան եւ շատ վնասներ քաշած բարկության մեջ, քենի մեջ, վրեժխնդրության մեջ, հիվանդացած, ոնց որ ստեղ ասում սրտը մեղանչած, այդպես է։ Մարդիկ նվիրվում են իրենց ընտանիքին, ընտանիքն է հուսախաբանում, ընտրում են ինչ-որ մեկին, այդ ընտրվածն է բանանում, հուսախաբանում, ամոթով թողնում եւ այլ, բազմաթիվ հարցեր կան կյանքի մեջ։ Մեր ապահովությունը Տիրոջ խոսքին նայելն է, Տիրոջ խոսքով վարվելն է, որտեվ Տերը այս ուղղությամբ մեզ օգնում է, որպեսզի մենք այդ ծանր վիճակների մեջ չհայտնվենք եւ դա մեր կյանքում չկատարվի, այդպիսի բաները, ասենք, բացառվեն կամ առնվազն քիչ լինեն։ Եվ սրա համար, ասենք, Տիրոջ խոսքը ունենք, որ մեզ մղում է ճիշտ, ճշմարիտ, ասենք, հույսի օբյեկտի վրա հույս դնել։ Մեկը կարող ասի, բա լավ, օրինակի համար հարազատ ունեմ, բարեկամ ունեմ, ընտանիք ունեմ, միթե որևէ հարցում պետք է իրանց վրա հույս չդնեմ։ Բայց պետք է ուշադրություն դարձնեք Տիրոջ խոսքին։ Տերը նախ մեծ ողորմություն արել այս հարցում, ուշադրություն դարձրեք, որ մենք իր վրա հույս տնենք եւ այդ հույսը պատասխանվի։ Այնպես չի որ ասենք ասած երբ որ ասում ենք Տիրոջ վրա Տերն է
հույսի աղբյուրը, ասենց ասած, ավելի ճիշտ հույսի օբյեկտը, որ նա իրոք սիրում է, հավատարիմ է, նվիրված է, ճշտախոս է, նա իրոք կարող է, զորավոր է, այո, այդպես է, դրա համար նա, ասենք, անթերի է այդ հարցում, այսինքն ինչ հարցով, որ ինքը, ասենց ասած, առաջնորդում է քեզ, որ դու այդ հարցում սպասում ունենաս իրանից, ակնկալիք հույս ունենաս, ինքը իր առաջնորդության համեմատել քեզ իրոք ամոթով չի թողնելու։ Եվ Հռոմեացիս 5:5-ում ասում է, եւ հույսը ամոթով չի թողնում։ Այսինքն ինչ հարցում, որ ինքը առաջնորդել է քեզ, որ այդպիսի հույս ունենաս։ Ինչու եմ ասում այդպես, որտեղ մարդիկ կարող են իրենց հասկացած ձևով Աստծուն հուսալ։ Եվ մտածեն, որ բա հուսացի, բա խիստ չեղավ, բա ինչու չեղավ, շատ հաճախ մեղադրում են Աստծուն մարդիկ, չէ՞, եւ մեղադրում են որպես անվստահելի մարդիկ, մեկին իբր թե որ հուսացին, սպասեցին, բայց էս եղավ, բայց այն եղավ։ Դրա համար ես պիտի հիշեցնեմ, որ այդ հույսն էլ, որ մենք պիտի դեպի Աստված ունենանք, դեպի Քրիստոս ունենանք, այդ հույսն էլ պիտի Աստծուց առաջնորդված հույս լինի, ոչ թե մեր գաղափարից, հասկացողությունից, մեր մտածած ձևով։ Դրա այդ դեպքում նորից եմ ասում, շատ ենք տեսել բողոքող, տրտնջող, նեղված, խռոված մարդիկ, Աստծուց խռոված, նեղված։ Ինչու՞, որովհետև ինչ որ հարցերում իբր թե Աստծուց հուսախաբ են եղել։ Բայց նախ ես ձեզ ասեմ, այնպես չի, որ ասենք ասած մենք այդ բանին, դա շնորհք է, դա մեծ նվեր է, որ Աստված ասա մեզ այն դիրքի մեջ տնի, որ ասի իմ վրա հույս դրեք։ Հուսացեք ինձ։ Ես ձեր հույսը կարդարացնեմ։ Իսկ դա նես չի, որ բոլոր ժամանակ, բոլոր մարդկանց համար այդպես հենց բաց է։ Ամբարիշտը տեսնում ես ինչ որ հարցերում գնում է իր ամբարիշտության ու բան անում, ասենց ասած Աստվածա կանչում։ Այսինքն հուսացածը թե Աստված պիտի իր ամբարիշտության չարության համար իրան օգնի, տենց չի։ Այն բարի, ասենց ասած շնորհարի վիճակն ու դիրքը, որ մարդը ձեռք է բերում Աստծո առաջին, որ կարող է հույս դնել Աստծո վրա եւ Աստված էլ պատասխանի, դա Հիսուս Քրիստոսով է կատարվում։ Անես չի, որ ամենքը կարող են հույս դնել, Աստված ասի, հա, պիտի պատասխանեմ ես քո հույսին։ Այդպես չի։ Տեղ կա, չէ, մարդկանց հետ կապված մի բան է կատարում, եկել ասում ես, բա ես էլ քո վրա հույս ունեի, բայց քեզով էր ասել, որ ինձ հուսայիր։ Իրականության մեջ հույսն էլ իր մեջ պիտի ոնց որ ասած դիմացինից վստահության մի բան ունենա, որ հույս ես դնում։ Ինչու ես քո բարեկամի վրա հույս դնում, որ մարդիկ լավ ինչու են իրանց բարեկամի հարազատ, այսինքն բարեկամական կապը իրանց այդ հույս, իրաց մոտ այդ հույսը ստեղծում է, բայց ինչու օտարի վրա հույս չեն դնում, որովհետև չկա տեղ հույս ստեղծող պատճառ։ Կամ մեկին բարություն ես արել, հույս ունես ինչ որտեղ մարդը հույս ունի, որ դա հաշվի կառնվի եւ ինչ որ հարցերում իրեն կոժանդակեն կամ իրեն կընթառաջեն։ Այսինքն իր հիմք է ստեղծել։ Հիմա էսա, ինչ հիմք ունենք, որ Աստված պիտի Աստծուն հուսանք եւ Աստված մեր հույսին պատասխանի։ Դա մեծ ողորմություն է, մեծ նվեր է Աստծուց, որ Քրիստոսով մեզ համար այդ ճանապարհը, բանը ոնց ասած բացվել է։ Ով ենք մենք։ Բարկության տակ Աստծո, թշնամի, հակառակվող, ապստամբ եւ այս վիճակի մեջ եղած մարդը միթե կարող է հուսալ, որ պիտի, ասենց ասած, իր կյանքի մեջ Աստված պիտի անպայման բան անի, իր հույսերը արդարացնի։ Բայց երբ որ Քրիստոսին դառանք, ընդունեցինք մեր Տեր Հիսուս Քրիստոսին Տեր, Փրկիչ, այսպես ինչպես Սուրբ Գիրքն է ասում, Տիրոջ խոստումները մեզ համար եղան այո եւ ամեն։ Այսինքն ինչ նշանակում։ Տերը ասում է ամեն ինչ որ խոստացել եմ քո համար է։ Այո, ինչ որ խոստացել եմ քեզ պիտի լինի։ Ինչու համար։ Հանուն Հիսուս Քրիստոսի, հանուն իմ որդու։ Նրա անունի պատճառով, որ դու ընդունեցիր։ Այսինքն, այո, հաստատվում ենք սրա մեջ եւ Հռոմեացիս կուզեմ 5-րդ գլուխը կարդամ, երբ որ խոսում է, որ հույսը Աստծո հույսը ամոթով չի թողնում, կոնկրետ ասում է ում համար։
ում համար։ Նորից մինչև կարդալը մի բան հիշեցնեմ, առակած առաջի գլխում ասում է մարդկանց մասին խոսում է, որոնք ամբարիշտ, հակառակվող, չլսող, ես խոսեցի, ես ձեռքս պարզեցի, ես կամեցա, որպեսզի ձեզ կանչեմ, դուք լսեք, հնազանդվեք, ասենք չարիքից անեք, ասում է դուք անտեսեցիք, դուք արհամարեցիք, դուք ծաղր արեցիք, ասում է կգա ժամանակ, որ դուք կանչեք, դուք այսինքն հույս կդնեք, թե Աստված ձեր դժվարության մեջ, նեղության մեջ կօգնի, ձեռ կմեկնի, այդ հույսը չի արդարանա։ Թող հա նեղանան Աստծուց, խիչ օգնեց, հաստատ դուք էլ եք տեսել լիքը տես մարդիկ, խիչ օգնեց, ոնց որ Աստծուն այնքան լավություն էին արել ու ասես պայման էին կապել, որ Աստված իրանց ծառանա, էլի, իրանք ինչ ուզենան անեն, բայց երբ որ իրանց մի բան է պետք, անպայման Աստված պետք է գա ու ծառայի իրանց, բայց իրանք ծառայելու իմ բան չունեն, ասես ասած միտ չունեն։ Բայց այստեղ խոսում է, ում հույսը Աստված պիտի ամոթով չթողնի, մեկ երկրորդն այսինքն ով կարող է հույս դնել Տիրոջ վրա։ Ուզեմ կարդամ նորից Հռոմեացիս նամակից 5-րդ գլխում, որ առաքյալն է խոսում, ասում է արդ մենք հավատքով արդարացած լինելով Աստծո հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով։ Տեսեք ինչ է նա խոսում։ Հավատքով արդարացել ենք նախ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով արդարացե, այսինքն ներվել ենք, մաքրվել ենք, սրբվել ենք ու հետնել խաղաղություն ունենք մեր Աստծո հետ։ Էսի շատ կարևոր է։ Այս քայլերը պիտի կատարվի, ունենա մարդը իր կյանքում։ Որով ընդունեցինք հավատքով այս շնորհքի մեջ մտնելը, Քրիստոսով մենք այդ շնորհքի էս նվերա, որ մենք դառանք Աստծուն բարեկամ, Աստծուն ընդունելի, սիրելի, հաճելի անձնավորություններ, Աստծո որդի, Աստծո ընտանիք եւ կանգնած ենք նրանում եւ պարծենում ենք Աստծո փառքի հույսով։ Պարծանքել ունենք մեր Աստծո ասում։ Ոչ միայն այսքան, այլ նեղությունների մեջ էլ ենք պարծենում ենք, գիտենալով, որ նեղությունը համբերություն է գործում, համբերությունը փորձառություն եւ փորձառությունն էլ հույս։ Հույսն էլ չի ամաչացնում, որտեվ Աստծո սերը փռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու ձեռքովը, որ տրվեցավ մեզ։ Տեսնում եք, ում համար է ասում նրա հույսը ամոթով չի մնա։ Ով որ եկել է Աստծուն, ով որ ընդունել է Քրիստոսին իր որդուն։ Նա կարող է այն բոլոր բաներում, որ Աստված նրա համար, ասած ասած, կա որոշված ունի, այդ բոլոր բաներում հույս տնի եւ ամոթով չի մնա։ Կարա անգամ իր նեղության մեջ, ինչպես գրված է, դժվարության մեջ ոչ թե միայն հուսա Աստծուն, սպասի, ակնկալիք ունենա, որ նա իր համար բարին կանի, այլ նաեւ ինչ է ասում, պարծենա Աստծով, պարծենա, ավելին պարծենա։ Հույսը ակնկալիք սպասում է, պարծությունը վստահությամբ փառաբանություն է եւ ասենք ասած մեծարել է, բարձրացնել է, որ ես իրանն եմ եւ ինքը ինձ համար այս բանը կանի չի թողի։ Եվ շարունակության մեջ ոնց որ էլի բացատրությունն է տալում, հիմքերն է ցույց տալիս։ Ինչու այդպես պիտի Աստված մեզ վերաբերվի, ինչու մենք կարող ենք հուսալ եւ ամոթով չմնալ, անպայման այդ հույսը պիտի իրականանա։ Որովհետև որ երբ որ մենք դեռ տկար էինք, Քրիստոսը մեզ համար իր ժամանակում ամբարիշտների տեղը մեռավ։ Վասնզի հազիվ թե մի արդարի համար թե մեկը մեռնի, բայց մի բարի մարդի համար իցե թե մեկը համարձակվի մեռնել։ Բայց Աստված հայտնեց իր սերը դեպի մեզ, որ երբ որ դեռ մեղավոր ենք, Քրիստոսը մեզ համար մեռավ, ապա որքան ավելի հիմա, որ արդարացանք նրա արյունով, կփրկվենք նրանով բարկությունից։ Որտև թե որ դեռ թշնամի ենք, Աստծո հետ հաշտվեցանք նրա որդու մահով, որքան ավելի հաշտված կապրենք նրա կյանքով։ Ոչ միայն այսքանով, այլ Աստծով էլ պարծենում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը, որ հիմա հաշտությունը ընդունեցինք։ Տեսնում եք, ամբողջ ոնց որ ասա շեշտադրումը սրա վրա դրվեց, այո, որ Աստված մեզ սիրում է, այո։ Եվ սիրելով դեռևս մեր մեղավոր ժամանակ, երբ որ դեռ մեղավոր մարդիկ ենք, իր որդուն զոհաբերեց, եթե մեղավոր ժամանակ այս մեծ ողորմությունը մեզ համար պատրաստեց, հիմա որ արդարացել ենք, հաշտվել ենք, հավատում ենք, որ ամեն բաներով, կյանքի ամեն օրհնություններով պիտի ոնց որ մեզ օրհնի։ Այո, Քրիստոսն է այս շնորհքի մեջ մարդուն կանգնեցնում։ Այսպես է։ Եվ այդ ժամանակա, որ մարդը կարող է իր ամեն հարցերում իր հույսը, իր ակնկալիքը սպասում Աստծո վրա դնի, նրանից սպասի։
Նրան նայի, որ նա իրեն վարձահատուց կլինի, իրեն կորշնի, իրեն բարի կանի։ Եվ Տերը այս հարցում ասում է, այո, իմ վրա հույս տուր։ Բայց մնացած հարցերում Տիրոջ կամքը սա է, որ մարդը այդ հարցերում մնացածների հետ կապված, ոնց որ ասած, ապրի, իր գործը անի, բարությունը, ողորմությունը, օրինակ, բան ես ծնող ես, քո զավակին խնամքը տար, օրհնի, բարեկամ ես, քո բարեկամությունը արա, հարևան ես, քո բարիքը արա, հարևանությունը տարա, քո ոնց որ ասած, ճիշտ, արդար, մաքուր ու բարի կյանքով ապրի, քո պարտականությունը կատարի, բայց հույս մի կապի, քո արածի համեմատ, որ պիտի ինչ-որ մի բան, որովհետև արել ես, լինի, ստանաս, այդ ակնկալիքը մի ունեցի, պետք չի։ Որտեվ, այո, հնարավոր է շատ բաներ տեսնում ենք, այո, մարդը ամոթով մնա մեկ, երկրորդն էլ այստեղ շատ կարևոր մի բան էլ կա։ Ոչ միայն ամոթահար լինելու հարցն է, տեսնում ենք նաև Մատթեոս ավետարան օրինակ 6-րդ գլխում անգամ Աստծուն ծառայության մեջ, երբ որ մարդը այդ ծառայությունը նենց է կազմակերպում, կառուցում, որ տեսնվի, երևնա, գովասանքի կամ որևէ բանի արժանանա շրջապատի մարդկանց կողմից, ինչ ասում, քո վարձքը կորցրեցիր։ Հիշում եք դա։ Դա գրված է, կարող եմ ձեզ համար հիշեցնել։ Մատթեոս 6-րդ գլուխ 5-րդ խոսքից մինչև 18-րդ խոսք 3 բան է հիշեցնում. աղոթք անելը, ծոմ պահելը և ողորմություն անելը, այսպես, և բոլոր տեղերում սա է ցույց տալիս, որ երբ որ քո սպասումը մարդկանցից է, որ քեզ գովեն, որ քեզ գնահատեն, որ քեզ մեծարեն կամ ինչ-որ մի բան տան, հույս կա, ակնկալիք կա, նրանցից սպասում կա, Աստծուց քո վարձքը ինչ կանես, կկորցնես։ Դրա համար իրար էլ անգամ գիտեք, իրար վրա էլ պետք է հույս չդնենք, օրինակ իմ հաղբերն է հոգևոր իմ քուրն է, ես հույս դնեմ, որ ասենք ինքը այս հարցում մեծ sense լավ կվարվի, վատ ասենք ինչ որ բարի վերաբերմունք ցույց կտա, ճիշտ է, Սուրբ Գիրքը ասում է, որ բարի եղեք, իրար հոգնեք, ձեռք մեկնեք, բայց էլի ես իմ սպասումը ես անեմ առանց ակնկալիքի եւ առանց սպասումի։ Այսպես է։ Եվ այստեղ ներկայացնում է վարձքը կկորցնի մարդը։ Այն ինչ որ պիտի Աստված տեսներ, գնահատեր եւ օրհներ նրան, նա իր վարձքից կզրկվի։ Եթե օրինակի համար մարդը մտածում է, ես այսքան անում եմ, բա պիտի մի բան ինձ անեն, թեկուզ հոգևոր մարդ է, ես հիմա ձեզ համար ոնց որ ասած գործ եմ արել, Աստծուն ծառայություն եմ մատուցում, բայց ձեզ համար այդ աշխատանքը կամ Արսեն ախպերը կամ որի մեկ բան ենք մատուցել, պատրաստել ենք, չարչարվել ենք, որ ձեզ մի բան ասենք։ Եղբայր քույրերը ձեզ համար երգ են պատրաստել, այդ գործն են կատարում, այսպես ասեմ։ Բայց եթե ես սպասեմ, որ որևէ հարցում, որ ես անում եմ կամ պիտի ինձ արդեն ինձ վերաբերմունք ցույց տան, ես մտածեմ, դե ես որ արել եմ, իրանք պիտի այդպես, ոնց որ ասած, ինձ այս վերաբերմունքի արժանացնեն, ես հենց կարող է ժամանակին արել եմ առանց սպասումի, ուղղակի չեմ սպասել, Տիրոջն եմ ծառայում եմ, բայց հենց այդպես մտածեցի, այդ ամբողջս կորցնել եմ, ամբողջ վարձքս կորցնել եմ, փաստացի ես սպասում ունեմ, բայց եկեղեցու հովիվ եմ կամ առաջնորդ եմ, բայց հարցում ինձ sense պետք է վերաբերվեն, հատուկ, ուրիշ ձև, այսինքն ինչ նշանակում, իմ աշխատանքը, ոնց որ ասած, ես սպասում ունեմ, որ իրանք գնահատեն, կարծես թե այդ բանն է, այդպես էդի էտա ստեղծվում, էտա առաջանում, որ ինձ գնահատեն և ինձ վերաբերմունք ցույց տան, բայց այդ դեպքում, եթե չգնահատեն, ես պետք է նեղանամ, գուցե գործս թերությունով անեմ, պակասությունով անեմ, ու այստեղ գալիս է հաջորդ կարևոր մի բանը, որ երբ որ ուրիշ տեղ ես հույսդ կամ ակնկալիքդ Աստծուց չի, գալիս է հետևյալը, դու չես կարող Աստծո պատվիրանը կատարես, որ ասում է միայն քո Տեր Աստծուն պաշտիր և միայն նրան երկրպագիր, ու դու կարաս հանգիստ դառնաս մարդկանց ծառա, այսինքն քո արածները կամ գործողությունները
Քան որ սպասում կա մարդկանցից, արդեն դու ծառա ես դառնում։ Այսինքն նրանց ուզածը անելով, նրանց ուզածով վարվելով, կամ նրանց համար, նրանցից գնահատվելով։ Դրա համար եթե ուզում ենք այդ պատվիրանը կատարենք, որ ասում եմ միայն քո Տեր Աստծուն ծառայիր, այդ դեպքում ինչ անում ես, պիտի անես միայն Աստծո խաթր, Աստծո պատճառով, Աստծո խոսքի պատճառով, Աստծո ասացի պատճառով, որ լինես նրա ծառան։ Եվ այդ դեպքում էլ նրանից էլ վարձ կառնես, չես կորցնի քո վարձքը, եւ այդ դեպքում էլ, այո, եթե դու հույս տնես, որ Աստված պիտի, ոնց որ ասած Պողոսն է ասում, ձեր վարձքը չեք կորցնի, ինչպես գրված է, կամ Տիրոջ խոսքը տարբեր տեղ, հաստատ քո վարձքը, այսինքն Աստված կգնահատի քեզ, կօրհնի քեզ եւ իր ոնց որ արժանի հատուցումը կանի։ Թեպետ տեղել նես չի, որ մենք պարտական ենք, պարտավոր ենք դարձնում Աստծուն, ասեմ ձեզ, որտեղ տեղել կա, հիշում եք Ղուկաս ավետարան 17-րդ գլուխ 7-ից 10 խոսքերը։ Հիշում եք այն, որ ասում է, որ մի ծառա, որ դաշտից հանդից գա, չէ, աշխատած, հետո գատուն Տերը ասի, դե հիմա էլ ինձ համար սեղան պատրաստի, որ պիտի հաց ուտեմ, հետո դու կնստես հաց ուտես, ասում է, երբ որ անես բաներ միթե, ոնց որ ասած, այդ բանը տան Տերը պիտի շնորհակալ լինի, նրանց քավլից ասում է, ինչ որ ինքը ոնց որ այդ ծառայի պարտականությունների մեջ մտնում էր, այդ էլ արեց, ի պիտի շնորհակալ լինի։ Նմանապես մենք նես չի, որ պիտի ասենք, Տերը պիտի բա շնորհակալ լինի։ Ոչ, մենք պիտի միշտ ասենք, անպիտան ծառա ենք, ինչ որ պարտական ենք, այդ էլ արում ենք, վերջ։ Ոչ թե դրանով գցեցինք Աստծուն պարտքի տակ ու հույս ունենք, որ այդ պարտքը Աստված պիտի փակի։ Ուղղակի Աստված, այո, որոշել է, ասել է, ձեր ամեն ինչը գնահատվելու է, եւ դուք կարող եք, այո, հուսալ ինձ ամեն հարցերում, ինչ որ իր խոսքի պես է, ասենք, այն բաներում, որ ինքը խոսացել է։ Եվ սրա համար, այո, մարդը կարող է, ինչպես ասեցինք, հուսախաբություն, սխալ հույսի պատճառով հենց հուսախաբություն ունենա, շատ ծանր վիճակներ, ապրումներ եւ մեղքի մեջ ընկնի քեմ, վրեժխնդրություն, խռովկանություն եւ այլ, անեսք անգամ, մյուս կարևոր բանը վարձքը կորցնի չէ, մյուս կարևոր բանը զրկվի, ոնց որ ասած, դադարի Աստծո ծառա լինելուց եւ մարդկանց ծառա դառնա ինչ որտեղ, այսպես կարելի ասել։ Եվ Տիրոջ խոսքը ասում է թան գնով գնվեցիք, չէ, մարդկանց ծառա մի դառեք։ Եվ հենց որ սպասում ունես, դու հենց ինչ որտեղ դառնում բան ես անում, քո գործողությունները իրականացնում ես քո սպասումից ելնելով, որ դիմացինը կգնահատի, դու դառնում ես արդեն իրանից դրթված գործանող, ոչ թե Աստծուց դրթված առաջնորդված գործանող։ Այդպես է։ Աստված օրհնի մեզ, որպեսզի մենք, այո, շատ բաներ կան, որ կարևոր է, որ մենք ուշադիր լինենք, այս բաները մեր կյանքում չլինեն։ Եվ այստեղ կուզեմ ձեզ համար կարդամ նաև օրինակ 2-ած Սաղմոս 40-ի 4-ը կարդամ, այսպես է ասում Սաղմոսը, երանելի այն մարդը, որ նա իր հույսը Տերն է շինում եւ ամբարտավաններին եւ ստության հետևողներին չի դառնում։ Այսինքն ինչ է սա նշանակում։ Բնական է, երանի է տալիս մարդուն, որ իր հույսը Տերն է, ամեն ինչում Տիրոջն է ուսացած։ Անկամ ոնց որ ասած հարցեր կան, որ գուցե իր կարա ուժը պատի զորբայությունով կամ ինչ-որ եսիմ ինչով, ինչ-որ ճանապարհներով այդ հարցերը լուծի, բայց էդ էլ չի անում։ Կամ մարդիկ կան, որոնց միջոցով կարա այդ հարցերը լուծի, էդ էլ չի անում։ Տեսեք ինչ ասում, ամբարտավանների եւ ստության հետևողներին չի դառնում։ Այսինքն ինքը մնում է Տիրոջ հույսի մեջ, հուսալով, սպասելով Տիրոջ, եւ այս 40-րդ Սաղմոսը որ կարդում ես, այնտեղ ասում է սպասելով, սպասեցի, առաջի խոսքը էսա, եւ Տերը օգնեց, ձեռք մեկնեց։ Էլ ես իմ այս մարդուն չուսացի, այն մարդուն չուսացի, հիմա մեկը կարող ասի, բայց այդ դեպքում գնում ենք բժշկի, ինչ որ հարցի համար մեկին դիմում ենք, որ այս գործը անի, բայց սպասում ակնկալիք չկա։ Սաղմոս 127-ը հիշում եք ոնց է ասում, ասում է, եթե Տերը չշինի քաղաքը,
զուր են, չէ՞, շինողների ջանքերը, աշխատանքը, եթե Տերը չպահպանի քաղաքը, զուր են պահապանների չքնելը, զուր է առավոտ կանող վեր կենալը եւ ուշ քնելը եւ ասում անինչ Աստված իր սիրողներին քաղցր քուն է տալիս։ Այսինքն մեր այդ հարցերում էլի մեր հույսն ու ապավենությունը Տերը պետք է լինի։ Եթե կապեցիր մարդու հետ կարող է ամոթով մնաս։ Ու տենց եղել է։ Իսկ մարդանտիր բժիշկ այն, մարդանտիր մասնագետ այն, ինձ է։ Հա լավ է որ ընտիր են, բայց միշտ տեսել ենք Աստված պիտի ողորմությունը, Աստծո ձեռքը պիտի ասում զուրեն առանց Տիրոջ կառուցողները, զուրեն նրանց առանց Տիրոջ պահապանների գործը չէ, զուր է շատ չարչարանքով որևէ բանի հասնելը։ Տիրոջը այդ բաների մեջ էլ պիտի նայենք Տերը, այո, Տերը կարող է անել մարդկանց միջոցով էլ, բայց քո հույսը էլի Տերն է, որ պիտի Տերը հաջողություն տա, թեկուզ մարդու ձեռով, բժշկի ձեռով, ես իմ ձեռով, բայց սպասումը էլի Տիրոջից է, հաջողությունը Տիրոջից է, օրհնությունը նայում ես, որ Տերը, հույսը Տերն է սարել էլի։ Իսկ Սաղմոս 62-ում ուզեմ կարդամ սա ձեզ համար։ Իրավի իմ անձս լուռ ու մունջ սպասում է Աստծուն, նրանից է իմ փրկությունը։ Իրավի որ նա է իմ վեմը եւ իմ փրկությունը, իմ ապավենը, որ խիստ չի շարժվի։ Մինչև երբ եք հարձակվում մարդի վրա, որ ամենքդ սպանեք նրանց, ինչպես ծռված պատ եւ խախուտ պարիսպ։ Իրավի խորհուրդ են անում, որ իր բարձրությունիցը վայր գցեն նրան։ Հավանում են ստությանը, իրենց բերանով օրհնություն օրհնում են, բայց իրենց սրտում անիծում։ Ով իմ անձս, մենակ լուռ մտիկ տուր Աստծուն, որովհետև նրանից է իմ հույսը։ Հիրավի որ նա է իմ վեմը, իմ փրկությունը, իմ ապավենը, ես չեմ շարժվի։ Աստծո մոտ է իմ փրկությունը եւ փառքը, իմ զորությունը, վեմը, իմ ապավենը Աստծո մոտ է։ Հուսացեք նրան ամեն ժամանակով ժողովուրդներ։ Թափեցեք ձեր սրտերը նրա առաջին, Աստված մեր ապավենն է։ Հիրավի որ հասարակ մարդիկ ունայն են եւ մեծամեծ մարդիկը սուտ։ Երբ որ կշռի մեջ դրվեն նրանք, ամենքը ունայնությունից ավելի թեթև են։ Մի հուսակ հարստությանը եւ զուր հույս մի դնեք հափշտակության վրա։ Եթե հարստությունը շատանա, սիրտ մի դրեք նրա վրա։ Աստված մեկ անգամ խոսեց եւ երկու անգամ լսեցի, թե զորությունը Աստծուց է եւ քոնն է ողորմությունը Տեր, որովհետեւ դու մարդուն հատուցում կտաս նրա գործերի պես։ Ուրեմն տեսնում եք համոզված ինքը Տիրոջ խոսքից, Տիրոջ իր կյանքից, Տիրոջ գործից ասում է իմ ամծս լուռ ու մունջ ումն է սպասում, Աստծուն է սպասում։ Ես Տիրոջն եմ հուսացած։ Ինչ որ հարցեր կա, գուցե մտածեն դեսի, դենի, դորնակ եմ երեխա է, էլի, բա պահել ես, մեծացրել ես, եկուս ծերությանդ մեջ գուցե օրինակ եմ ասում։ Քեզ պետք է օգնեմ, քո հույսը Տերը արա։ Չգիտես ոնց կարա այդ հույսը խափանվի ու դու իսկապես շատ վատ վիճակի մեջ հասնես։ Ուզե ապերախտ զավակա, գուցե մի բան պատա այդ զավակի հետ, որ ոչ էլ կարա քեզ օգնի եւ այլն, բայց Տերը կարող է քեզ քո ծերության մեջ էլ, քո նեղության մեջ էլ, քո դժվարության մեջ էլ եւ կարա եւ բան, ասած հավատարիմ է, որ ձեռք մեկնի օգնի, քո հույսը ամոթով չի մնա։ Այստեղ ասում է հարստությանը մի ուշտակ շատանա, հանկարծ քո վրա դրա վրա հույս չդնես կամ ներկայացնում է մարդկանց, դրանք ունայն են, թեթև են, չէ՞, մեծամեծ մարդիկ անգամ սուտ են, այսինքն ուզում ասի, այո, իմաստ չունի, այդ ամեն ինչից ձեռք քաշի եւ քո ապահովությունը էսա, Տիրոջը ուսաս, նրան ապավեն դարձնես քեզ եւ այստեղ ասում է իմ ապավենը Աստված է, իմ հույսը Աստված է, իմ փրկությունը Աստված է, իմ վեմը Աստված է եւ նա չի շարժվի, այսինքն ամոթով չեմ մնա։ Չի կարող պատահի, որ ես հույսամ եւ խաբվեմ։ Բայց լիքը բաներ կան, որից եմ ասում, որ մենք կարող ենք հուսախաբ անել, եթե դա լինել, եթե դա Աստծո հետ կապված չի։ Եվ դրանից դրա հետևանք շատ, ինչպես նշեցի, որոշ բաներ, որ վնասներ, որ մենք քաշենք, որ լուրջ վնասներ են։ Աստված օրհնի մեզ, Տերը օրհնի մեզ, որպեսզի մենք, այո, որ մեր սիրտը չհիվանդանա չիրականացված հույսից, այլ կյանքի ծառ, ինչպես ասում է, իրականացված հույս դա լինի մեր կյանքում, իսկ դա մեր Տիրոջ, մեր Աստծո հետ է կապված։ Եվ նորից եմ ասում,
դու քո գործը անում ես ճիշտ ձևով վերաբերվում ես Աստծո կամքի պես անկախ ամեն ինչից, այսինքն չակնկալելով, չսպասելով ոչինչ։ Եթե մի բան էլ ոնց որ քո արածի համեմատ վերաբերմունքի չես արժանանում, դու հանկարծակի չես գալիս, որովհետև դու չես սպասել դրան։ Տերս է գնահատողը եւ Տիրոջի սպասումն ասում է ձեր վարձքը չեք կորցնի։ Ուզում որպեսզի այս կամով ուղղակի մեր խոսքի լսածի համեմատ աղոթք անենք, մենք նայենք, գուցե բաներ կան, որ այո, հենց մեր կյանքում մեզ էլ արդարացել ենք, բա սենց բան հենց ես արեցի, ես նենց ինքը ոնց եւ այլն սենց ու չենք էլ ապաշխարի, չենք էլ մտածել, մենք սխալ ենք արել, դու քեզ արդարացնում ես իբր թե լավն ես եղել, քեզ վատ են վերաբերվել, բայց Տիրոջ խոսքը ասում է ինչ որ անում ես, արա առանց սպասումի, առանց ակնկալիքի եւ այդ հույս մի դիր։ Այդ դրել ես ամոթով ես մնացել։ Կատարվել է Աստծո խոսքը։ Ումն ես մեղադրում։ Քեզ մեղադրի, որ սխալ հույսով ես ապրել։ Խոստովանենք Տիրոջը, զղջանք, բայց նաև էսա ուշադիր լինենք մեր կյանքի մեջ, որտեղ դասած ծածուկ ցած մեկ էլ գգա քո սրտի մեջ մի տես մի հատ միտք, տես մի հատ սպասում, եթե դու էդի բռնես սպայես, կարաս մերժես։ Կընկնես այդ սխալի մեջ, սխալ հույսի եւ սխալ ոնց որ վատ վիճակի մեջ։ Բայց դու պիտի ուշադիր լինես, ոչ, ես ոնց որ իմ գործն եմ անում Տիրոջ առաջին ուղղությամբ, սրբությամբ, արդարությամբ, բարությամբ, սպասում չունեմ ոչ մեկից։ Իմ երեխուս հետ կապված, իմ բարեկամիս հետ կապված, որևէ մեկի հետ կապված։ Իմ սպասումը հույսը մենակ Տերն է։ Տիրոջն եմ հուսացած։ Աղոթք անենք։